ինչպես ասեցի, այս յուղը անշնորհ յուղ է։ Ունեն նկարը տեսան, ինձ վրա ոնց հարձակում գործեցին։ Ժողովուրդը որ լրացնեն, ես չխոսեմ։ Ում հետ էիք հանդիպել, որ ձեզ լրացնեն։ Մեխակյանի հետ։ Իսկ ովքեր էին ձեզ լրացնողները։ Լրացնողները խնդիր ունեմ մի ազնվորության հետ, որ ամեն անգամ խոչընդոտում է։ Ես գամ գյուղապետարան, պոշտա գումար ստանալուց ինձ նկարում է։ Ես դիմել եմ ոստիկանություն, որ ինձ նկարում է, իրեն ասել են, որ այլևս այտենց բան չի լինի, բայց նույն բանը կրկնվում է։ Այսօր էլ այս նույն պատկերը ձեր լրագրողները տեսան, ինչա կատարվում։ Այսինքն հիմա որ դուք ինձ հետ զրուցում եք, հա։ Հիմա որ ես ձեր հետ որ ձեր բռնություն են գործադրելու կամ ձեր հետ։ Չէ, տեսավ ձեր լրագրողը, որ ինչա կատարվել ինձ հետ։ Ձեր լրագրողը տեսավ։ Ես դիմում եմ Վաղաշապատ ոստիկանության բաժնի պետին, ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության դատախազին, որպեսզի տիկին ձերանոց, հա։ Ես խնդրում եմ այդքան մի մանրամասնեք, հետո իմ վրա վատ անդրադառնալ։ Տիկնոջ գլխից մեկ մաս պակասեց, անմիջական պատասխանատվություն կրում է ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության դատախազը եւ Վաղաշապատ ոստիկանության բաժնի պետը։ Խնդրում եմ հարգելի իրապահ մարմնի ներկայացուցիչներ, ուսա ձեր ուշադրությունը սևեռել Ծաղկալանջ համայնքին, որպեսզի այստեղ լինի կարգուկան։ Շնորհակալություն։ Տիկին ջան, ասեցիք խոչընդոտում են, ինչպես են խոչընդոտում եւ այսօրվա դրվագից կպատմեք ինչ ա եղել։ Այսօր ինձ թույլ չտվեցին Մեխակյանի ելույթից հետո ես որևիցե իմ կարծիքը արտահայտելու։ Տիկին ջան, նայեք ոնց է։ Թույլ չեն տալու, որովհետեւ դուք պետք է հակա ԿՊԱ-ական իշխանության հարց բարձրաձայնեիք, դա համար ձեզ թույլ չեն տվել, որպեսզի իրենց քարոզը հարթ ընթանա եւ հանրությանը ինչպես մի ստում են, որ մեր հետ լավ է, մենք կրել ենք, մենք հաղթել ենք, մենք հաղթանակ ենք տոնում, մենք հաղթանակ ենք նշում, մարզպետների մակարդակով է դա ասում, նախարարների մակարդակով, որ մենք Վաղաշապատ համայնքում արդեն հաղթել ենք։ Դա երազներում են տեսնելու։ Դուք ներեցեք, ինչպես եք վերաբերվում գյուղական բնակավայրերում, ասենք գյուղացին ուզում է մի հատ շինարարություն կատարի, գյուղացին ուզում է մի տանկատուրը փոխի։ Ես այդ հարցը ուղղել եմ հանրային հեռուստաընկերության եթերում Աղա Մեխակյանին, որ դուք շատ հարկեր եք նախադրել ժողովրդի, վեր եք դրել ժողովրդի վրա, պետքա լինի ավելի մատչելի, պետքա անենք մենք իմ ծրագիրը տեսնում է, որ թեթևացնել գյուղացու հոգսը, թեթևացնել տեղական պետական հարկը եւ դուքը, թեթևացնել վերանայել գյուղ հարկերը, մեր գյուղատնտեսական հարկերը, բեռերը թեթևացնել, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օրվա հացը վաստել։ Ես ինքս հաշվանդամ եմ երկրորդ խմբի, ունեմ առաջին խմբի հոգեկան քույր, որի խնամակալը հանդիսանում եմ ես։ Դա ինչ է նշանակում, մենակ կնիքը խփեն, ուղարկեն, ոչ մի հետևողականություն, որ տեսնեն, ես այդ տվյալ անձին ոնց եմ պահում, կարողա բռնությամբ եմ պահում, կարողա չգիտեմ ինչ, դա հարց է, ինչպես կարելի է, ոնց եմ, մենակ պեչատը տնիքը խփեն, ուղարկեն ու մեջը գրած է, որ տարին երկու անգամ պետքա հետևողական ստուգեն, տեսնեն ինչպես է կատարվում։ Մեր ընտրվելու դեպքում մեր բոլոր մասնագետները աշխատելու են, մենք գտնել ենք լավագույն մասնագետներին, որպեսզի այդ դեպքերի հարցը լինի վերահսկելի, քանի որ նրանք զբաղված են միայն սուտ խոստումներ տալով, զբաղված են իրենց ծանոթ մոտիկ բարեկամներին աշխատանքի տեղավորելով, թե ոչ մի հարցի պատասխան նրանք չունեն։ Իսկ մեր ընտրվելու դեպքում առաջինից սկսել ենք մեզանից, ինձանից, ծանոթ խնամի մոտիկ բարեկամ չի լինել։ Լինել են լավագույն մասնագետները, որպեսզի մեր քաղաքացիների բոլոր հարցերի պատասխանները համակողմանի ուսումնասիրեն եւ տան դրական լուծումներ։ Բնութագիրապետ ուզում ենք, ասում է 5000 դրամ։ Հիմա ես եմ, չունեմ, ի վիճակի չեմ։ Ասենք այդ բնութագիրը ինձ պետք է, ինչ պիտի անեմ։ Դուք էլ եք այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվելու։ Ոչ, ես փոխելու եմ, հանելու ենք, նորից եմ ասում, խնամի ծանոթ բարեկամներ չեն լինել են պարտաճանաչ, գիտակ, փորձառու աշխատողներ չի լինելու իմ բարեկամը որևէ համայնքում աշխատող, չի լինելու իմ ծանոթը քաղաքապետարանում աշխատող, լինելու են աշխատանքներ իրականացնելու բացառապես օրենքի սահմաններով։
Ես իմ ծառայության ընթացքում չեմ ունեցել ծանոթ մոտիկ բարեկամ, որ բարձր աշտոնի տանեմ, կամ միջնորդեմ, կամ առաջարկեմ, կամ բերեմ տեղավորեմ փափուկները։ Ինչ ասեմ, տեսնում եք, Նաև խոշորացումից էիք խոսում քիչ Հա, առաջ։ ես ասել եմ, ասենք ես գյուղի մարդ եմ, ինչ գործ ունեմ քաղաքապետ ընտրեմ, հիմա դառնում է համայնքի պետ, ամբողջ համայնքի։ Դա բոլորն էլ գիտեն, դա արվել է որպեսզի Արգիշտի Մեխակյանը լինելով խոյ համայնքի բնակիչ, քանի որ առաջին ընտրություններում, երկրորդ ընտրություններում ունեցել է հաղթանակ, բայց տեսնելով դրանց խավարած քաղաքականությունը, էլ այդ ձայնը չեն տալու, բայց պետությունը եւ իշխանությունները մտածում են, որ խոյ համայնքը հեսա 100% ընտրել է Արգիշտի Մեխակյանին եւ դա դառնալ է Վահաշապատ խոշորացած համայնքի հետ։ Դե ես էլ եմ տես, բոլորն էլ ասում են, որ Դա ասում են, դա իրենց պաստառներն են ասում, դա իրենք են ասում, քաղաքացիական պայմանագիրը նոյեմբերի 17-ից իշխանություն չունի, Վահաշապատ խոշորացած։ շատ բարի, շնորհակալ եմ։ Էլի հարցերի կունեմ, ուղղակի ես հիմա ամանչում եմ, ես գյուղի Ես փոխարեն։ մտնում եմ հնարավորության դեպքում հայցելել գրասենյակ, բոլոր հարցերը։ Աստված թող առաջ տեսնենք ինչպես է լինելու, ոնց է լինելու։ Գուցե կարողանամ մեկ անգամ գալ, քանի որ ասեմ, ես շատ զբաղված մարդ եմ, թե խնամակալ մարդ եմ, չեմ կարողանում։ Թե չէ, մեծ սիրով քարոզարշավներն էլ կմասնակցեի ամեն ինչ։ Ձեր հիվանդին առողջություն, ձեզ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։